Բարև սիրելի YouTube-ատես, մեր ոչ հայեցիորեն երկար հանգստից հետո News Hub-ը վերադառնում է, որպեսզի այլևս երբեք ձեզ այնպես չբաժանվի, մինչև մյուս արձակուրդներ։ Շնորհավոր բոլորիդ հետտոնական տրամադրությունները, իսկ ում մոտ կա հետտոնական դեպրեսիա կամ մի հատ ուրիշ բառ կար սրան կարծեմ։ Ես ավելի շատ կբնութագրեի հետտոնական ստրես, քան թե դեպրեսիա։ Ախ, այս ձայնը ոնց է կարոտել, թող ձեր սրտով լինի։ Ով ունի հետտոնական ստրես, բոլորիդ խորհուրդ եմ տալիս մի բաժակ ջուր վերցնել եւ ընդունել տարվա առաջին News Hub-ը։ 2011-ի վերջում ՀՄԵԿ-ով տեղի ունեցավ ահագին աղմուկ հանած բանավեճ երկու երգիծական նախագծերի միջև՝ Մեկ ազգ դաշինք եւ Arm Comedy դաշինք։ Դաշինքները ինչպես պարզվեց միմյանց այդքան էլ չէին սիրում։ Եթե մենք քարոզում ենք ազգասիրություն, հայրենասիրություն, բարոյական մտածելակերպ, ինչ որ կան մարդիկ, որոնք հեգնում են մեր ազգանվեր գործը, նշանակում է նրանք հեգնում են հայոց պետականության գաղափարը։ Այդ երիտասարդները միանշանակ կոսմոպոլիտ, անբարո երիտասարդներ են, որոնք փորձում են վերևից նայեն մեր ազգանվեր գործը։ Հա, հաղորդմանը մասնակցում էր նաև մեկ փիղ դաշինքի համանախագահ Տիգրան Քոչարյանը, որը փորձում էր բոլորին բարեշտացնել։ Շատ դրական բան ունի, ես էլ եմ կրկնում, բայց մյուս կողմից մի քիչ կուզենայի չհամաձայնել Գոռի հետ, որ մարդկանց մեղադրել ապազգայինի մեջ, իրանք էլ իրենց գործն են անում։ Բանավեճի ընթացքում մեկ ազգի նախագահը, կներեք, համանախագահը, սկսեց ճնշել այն մյուս հումորային նախագծին Arm Comedy-ին եւ նույնիսկ իր կողմը գրավեց Ազատ գոտի հաղորդման համանախագահ Արտակ Վարդանյանին։ Որովհետեւ գուցե նաեւ դուք այդ ձեր քննադատությամբ ազդեք եւ նաեւ հակասեք այն մեծ գործը եւ այն բարի գործը, որը որ կատարվում է։ Արդյոք կարելի է սմայլիկով ծածկել եւ հայրենասիրական այդ գործունեությունը իրականում փակել։ Արտակ ջան, բա հեշտասեր կոսմոպոլիտ են, բնական է որ պետքա ազգանվեր պաստառները մխտարեն։ Մեկ ազգի ազգանվեր գրոհին հակառակ Arm Comedy-ին ինչ-որ փափուկ թեթև պատասխաններ են տալիս։ Այ որ ես լնեի հաղորդմանը, մեծ տեղը կդնեի սաղին։ Բացի դրանից, նրանք ասացին, որ մրցակից երգիծաբանական խմբակի մեսիջների 70%-ի հետ համաձայն են։ Ինչ նկատի ունեն, ինչ մեսիջների հետ։ Այս ու մի քանի այլ նման հարցերի համար մենք այսօր հյուր ենք հրավիրել Arm Comedy դաշինքի հեշտասեր կոսմոպոլիտներին։ Իսկ հիմա տեսնենք ինչ էր կատարվում Հայաստանում մեր արձակուրդի ժամանակ։ Էկոլոգիական պայքարը շարունակվում է։ Դեկտեմբերի վերջին բնապահպան ակտիվիստները կազմակերպեցին բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց ընդդեմ Քաջարյանի ոչնչացմանը։ Կոմբինատը հանրության հետ հավասարության նշաններ առնվազն քիչ կարող է ունենալ, եթե ասեմ չունենալ։ Ախր ինչու պետքա դանակը սենց ոսկորին հասներ։ Չէր կարա նույն ժառանգությունը ազգային ժողովում հանքերի հարցը մեկ-մեկ բարձրացներ։ Ուրեմն բնապահպանական վճարների այդ Սոնքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը Հա, բարձրացրել է Մարտիրոսյանը, բա երևի էներգետիկա եւ բնական պաշարների փոքրիկ իշխան Մովսիսյանն այդ օրը չէր եկել։ Ազգային հարստությունը բաշխել քաղաքացիների միջև։ Հա, այդ օրն էր։ Հա, իդեպ Քաջարյանի հանրապետական գյուղապետը անցավ բողոքողների շարքը, իսկ դա վատ նշան է հանքասեր օլիգարխների համար։ Աժոտաժ 2012 Նախընտրական հարցերում տեղի ունեցավ ֆանտաստիկ առաջընթաց։ Նոր տարվա շեմին ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մենասյանը պատահաբար անկեղծացավ Ազատություն ռադիոկայանի հետ։ Խոշոր ձեռներեցները ես ընդհանրում եմ, որ համամասնական ցակներում պետք է իրենց տեղը զիջեն ավելի քաղաքական ուղղության գործիչների։ Պարոն Մենասյան, դուք գործարանների արժեում չունեք, որտեվ դա մի քիչ ապօրինյոտ է։ Ես նույնիսկ ասեի հակասահմանադրականոտ է։ Ձեզ մոտ ուղղակի կան պատգամավորներ, որոնց քիչ բարեկամները, բաժանաղ, աներձակ, քենի, ունեն բիզնեսներ, իրենք էլ կողքից նայում ուրախանում են։ Այն, որ հանրապետականը մտադիր է նոր ազգային ժողովում կրճատել իր խմբակցության անդամ հանդիսացող գործարար պատգամավորների թիվը, կրճատել ուղղակի։
Նույն հաջողությամբ հանրապետականները կարող են հայտարարել, գիտեք, մենք որոշել ենք այս տարի ընտրակեղծիքների թիվը մոտ 20%-ով կրճատել։ Հա, լցոնները այդքան չեն կանես, թեթևի մեջ ուղղակի մի քիչ կլցնենք։ Աչքդ լույս, ժողովուրդ։ Լավ, բա ինչպես եղավ, որ ՀՀԿ-ն որոշեց հարգել Սահմանադրության 4-րդ գլխի 65-րդ կետը։ Ինչ որ մեկը նվիրեց Սահմանադրություն։ Ընդհանրապես, արևմտյան աշխարհում այս երկու ուղղություններով գործունեությունը միաժամանակ չի խրախուսվում։ Հա, փաստորեն որոշեցին գործարաններին հանել ոչ թե որտեվ դա ապօրինի է, այլ որտեվ արևմուտքում տենց մոդա է։ Էլի լավ է։ Ընտրությունների մասին անկեղծացավ նաև առավել ռազմահայրենասիրական հանրապետական, ռազմահայրենասիրական հրապարակախոս եւ պարզապես ռազմահայրենասեր Մենուա Հարությունյանը։ Իմ համար որպես հայ երիտասարդի թիվ 1 խնդիրը հետեւյալն է. Հայաստանը այլևս ռեսուրս չունի ընտրություններ կեղծելու։ Որովհետև ընտրություններ կեղծելու ռեսուրսը տենց ափր ցփր չեն ծախսում։ Պետք է ավելի զգույշ խնայողաբար ծախսել։ Մի քիչ ստեղ կկեղծեք, մի քիչ ընդեղ, չէ, բռնեցիք ու սաղ սպառեցիք։ Հիմա ինչ, պետք է իշխանությունը չկեղծի ընտրությունները։ Ես ընդհանրապես մեկ բան եմ ուզում ասել, Արման ջան։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընտրությունները լինեն արդար։ Կարևոր չէ, որ ֆորմատով ընտրությունները տեղի կունենան։ Ինչ արդար ընտրություններ։ Մենուա ջան, առաջարկում ես կուսակցությանը ինքնասպանություն անել։ Ինչու հանձնվել, եթե դեռ ունեք ուժային գործիքներ։ Եվ ես վստահ եմ, որ նոր մարտի 1 չի լինելու, որովհետև նոր մարտի 1-ի ռեսուրս արդար ընտրություններ։ Մարտի 1-ի ռեսուրս էլ չկա։ Ամեն իշխանություն ընդհանրապես ունի մեկ շանս ժողովրդի վրա կրակելու ու այդ մի շանսը արդեն օգտագործել է։ Բայց կան ուրիշ շանսեր։ Կառավարությունը դեռ չի օգտագործել ժողովրդին մանրից երկրից դուրս բրթելու քարտը, կաշառելու քարտից մի քանի հատ դեռ կա, որտեղ դրանք 3 հատ են։ Հա, մեկ էլ դեռ թուղթ ու գրի քարտը։ Տեսնենք որն է օգտագործում իշխանությունը այս անգամ։ 160 միլիոն դրամ բյուջեից անուշ անելու մեջ մեղադրվող նախկին ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի դատավարությունը սկսեց տարօրինակ նշաններ ցուցաբերել։ Առաջինը Օհանյանի տրամադրությունը դատավարության ժամանակ շատ ռազմահայրենասիրական էր։ Նա նույնիսկ հավեսով սպառնաց գործի վկաներին։ Իրանց նկատմամբ քրական գործ չհարուցեցիք, մերժեցիք։ Գիտես չեմ ասել։ Կամ խորա չեմ ասել քեզ եւ այլ գտարել։ Հետո ինչ որ պատգամավոր է, այդ վերջին արտահայտությունը ունեցավ ֆանտաստիկ ազդեցություն, որովհետև հաջորդ օրը Ալիկ Սարգսյանը արդեն նախագահի օգնական հետաքրքիր հայտարարություն արեց։ Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի եւ նա պետք է ազատության մեջ լինի։ Ինչու? Why? ¿Por qué? Rato bicho, մարդը քանի միլիարդ փող է ներս արել։ Ինչու բաց թողնել գողին։ Ասենք սխալվել է մի անգամ վնասվել վերականգնվածը, շարժի նրանց դատել որպես սովորական հանցագործ։ Իրոք, ինչու բանտ նստեցնել գողին, եթե նա գողացածը արդեն վերադարձրել է։ Սովորական տրամաբանություն, մարդը գողացավ 160 միլիոն դրամ, բռնվեց, փողը հետ մուծեց բյուջե, էլ ինչու է պետք նստեցնել նրան բանտ։ Փաստորեն որոշ պաշտոնյաներ ունեն նաև բանտից ազատվելու քարտ։ Ինչպես խոստացա առաջին ռազմահայրենասիրականի այսօրվա հյուրերն են Arm-Comedy Կոսմոպոլիտ դաշինքի համանախագահներ Սերգեյ եւ Նարեկը։ Բարև ձեզ։ Բարև Սերգեյ ջան։ Բարև Սերգեյ։ Փաստորեն կյանքում տենց լուրջ եք, հա։ Լավ, միանգամից տամ ամենահուզող հարցը։ Ինչու եք տենց փափուկ խոսում այդ բանավեճին։ Չէ՞ք կարող մի քիչ ավելի կոշտ, մի լավ տեղը դնեիք։ Փափուկ էր, չէ՞ մի տեսակ։ Հա, ինձ էլ տենց թվաց, պարզապես մեր հումորային նախագծերը տարբեր են։ Մենք ավելի շատ սիրում ենք տողերի արանքում ինչ որ նուրբ հումորներ անել, իրանք ավելի շատ սիրում են bold 72 ֆոնտով պատերի վրա։ Բացի դրանից կոսմոպոլիտները այտենց կոշտ չեն խոսում։ Մենք ավելի շատ հաճույք ենք ստանում մեր մրցակից երգիծաբաններին լսելով։ Լավ, հիմա մյուս մեծ հարցը։ Դուք հիմա դատապարտում եք համասեռամոլությունը, թե չէ։ Հն? Սերգեյ նախ ստեղ տերմինի սխալ կա։ Եթե մարդուն դուր են գալի նույն սեռի մարդիկ, դա կոչվում է նույնասեռականություն։ Իսկ համասեռամոլությունը կամ դրա ավելի կարճ հոմանիշը, դա օրենքներ խախտելն է, բյուջեից փող գողանալն է, նաև ընտրություններ կեղծելն է համասեռամոլություն, իսկ դատապարտել նույնասեռականություն դա շատ միամիտ է իմ կարծիքով, նույն հաջողությամբ կարելի է դատապարտել մարդուն, որտեղ ձախլի կա, որտեղ ոչ պապենական աջ ձեռքով է գրվում ավանդական։ Դա պարզապես պետք է որպես փաստ ընդունել ու չմտնել ուրիշների սեռական կյանքի մեջ։ Պարզապես կարծում եմ պետք չի այդ էկզոտիկ օրիենտացիաները գովազդել կամ ինչ-որ մեկին դրթել այդ ուղղությամբ
Այստեղ մենք ոչ մի բան չենք կարանենք, բացի նրանից, որ կարանք զարկենք նույն ասերականությանը առողջ անտարբերությամբ։ Տղեկ, դուք եք գրանտակեր։ Չէ, դες բան չկա։ Լավ, իսկ այդ 70%-ը, որ այդ համաձայն եք այն մյուս հումորային նախագծի հետ, ո՞րն է դա, ինչի հետ եք կոնկրետ համաձայն։ Դե օրինակ ինձ դուր է գալիս պահանջեք աշխատանքային պայմանագրերը, Փառքայոց բանակին, առաքելական եկեղեցուն, աղանդերին քննադատերները լավ, որտեվ իմ կարծիքով հերոստալիքները վախենում են դանել, բայց պետք չի լավ լոզունգները ամենտեղ գրել, դրանք ավելի լավ չեն դառնա դրանից։ Իսկ Ռագանոսեսների պաստառը ընդհանրապես տարվա հումորային ճիճն էր, որը լուրջ մրցակցություն կազմեց հենց արմկոմեդիին ու երգիծավելուցական ապտակ էր մեզ։ Իսկ աղանդները փաստորեն դատապարտում եք, հա։ Աղանդները, մանավանդ տոտալիտար աղանդները, օրինակ կյանքի խոսք, Եհովայի ականատեսներ, դրանք ակնհայտ չարիք են, բայց դրանց դատապարտելը միայն ուրախացնում է իրենց։ Դրա համար ինչու անել դա։ Եկեք ասենք, էլի մենք դեմ ենք աղանդներին, բայց ոչ թե դեմ ենք աստվածաբանական ինչ որ անհամաձայնությունների պատճառով, այլ որ մեր քաղաքացիներին չգցեն, գումար չկորզեն այդ մարդկանցից, կյանքը չվտանգեն։ Օրինակ ինչքան մարդիկ են այդ աղանդական ազդեցության տակ ինքնասպանություն գործում։ Եհովայի վկաները ամեն տարի համարյա թե 5 անգամ աշխարհի վերջ են կանխատեսել։ Լավ, մի քիչ ձեր նախագծի մասին խոսենք։ Ինչ կրեատիվ պլաններ ունեք ապագայում։ Հիմա մի հատ նոր նախագծի վրա ենք աշխատում, ուզում ենք մի հատ sense հարթում սարքենք, որը կվերցնի տարբեր լրատվամիջոցների նյութերը ու դրա վրա ինչ որ կծաղրենք մեր քաղաքական զարգացումները, գործընթացները։ Հիմա անվան վրա ենք մտածում, մոտավորապես երևի կլինի ինչ որ news lab կամ news hubs, տենց մի բան։ Տղեկ, դուք կարծեմ ինչ որ սերիալ եք, չէ, ուզում նկարեք, ուսումնասվարու ճակատագիր, եկեք դուք դրա վրա էլի կենտրոնացեք։ Այսքան լուրջ եք կյանքում, լավ դուք։ Մերկու կատակար եք, հումորիստ եք վերջը։ Սենց ավելի լավ է։ Մենք կյանքում այդքան զվարճալի չենք։ Լավ, իսկ ես ձեզ բաղթում եմ հաջողություն, կհանդիպենք մյուս news hub-ին, դիտեք վիդեոբոցը։ Նախ Հովիկ Աբրամյանի մասով, հա, վերջերս Forbes ամսագիրը տպագրել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որտեղ բավականին կշռող մասը դրանք այն մարդիկ են, ովքեր 8-ամյա կրթություն ունեն։ Oh, that shark babe has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites with his teeth, dear? Scarlet billows.